Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պիտի զրուցենք ԱԳ երաժշտական ձայնաեղանակային ուսման կենտրոնի հիմնադիր ղեկավար բարոն Արամ Քերովփյանի հետ։ Բարև ձեզ, բարոն Քերովփյան։ Ողջույն բոլորին։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ։ Մեծ սիրով։ Վերջերս լույս տեսավ ձեր Երգեր հայոց երկրեն երևի առաջին սալիկը աքսորի երգեր եւ ողբեր խորակրով ձայնասկավառակը, որը կարծեմ 8-րդն է ձեր բոլոր ձայնասկավառակներեն, անշուշտ կմարամասնեք հիմա տարբեր, որտեղ գա ԱԳ ընկերակցության սկավառակները եւ այլ գազམ་ագերբություններու հետ ձեր ստեղծածները եւ ներկաբահուս ելույթներ կունենաք այս ձայնասկավառակի բովանդակ։ Անշուշտ, ուրեմն այս սալիկը, ինչպես նշեցիք, առաջինը նեշ շարքիմը, որ պիտի սկսենք ժողովրդական երգերու եւ հավանաբար մեր դարիները ի վեր նաեւ երկած նվագած նվայի երգերն ալ մեկ կամ երկու սալիկ գլան այս շարքին մեջ։ Սալիկը հրատարակվեցավ ԱԳ ընկերակցության կողմէ։ ԱԳ ընկերակցությունը սկիզբը իր առաջին սալիկը դուրսեն ասենք վաճառական սալիկներու վաճառական ընկերության հետ արդատրած էր։ Այդ ընկերությունը սնանգացավ մենք այդ մեր առաջին անտրանիկ աշխատանքը գործընթացին ծավալ մոդելը չենք։ Այն ժամանակ որոշեցինք, ասի գարզեմ 2000 թվականին էր, այն ժամանակ որոշեցինք արդատրել, մենք արդատրենք մեր աշխատանքները, որ ԱԳ ընկերակցությունը դերը մնա իր աշխատանքներում։ Հիմա դուք քանի թիվ մոդվիկ, բայց ես չեմ համրած կանի ադրինք, ուրեմն ԱԳ ընկերակցությունը անգևերջ արդատրեց Սուրբերու նվիրված սկավառակը, վերջը խաչի երգեր, անգևերջը ծննդյան եւ աստվածածնի, անգևերջ հարության երգերը եւ ասենք երկու տարի առաջ ալ վերջինը, որ հանգստյան Ոգվոց հանգստյան երգերն էին։ Ուրեմն ԱԳ-ի երջախումբը սենք ծևոմը երգեցիկ խումբը գետրոնացած էր ավելի սենք եկեղեցական երաժշտության վրա։ Իմիջայլոց սալիկ մնալ արդատրեցինք կորզակցությամբ Վենեդիգի վավերագրական գետրոնին, որ ընկերակցեցանք հայր լուսահոգի Հալիվուրդանի Սուլոջյանին, որ մեներքեց եւ մենք ալ խմբային մասերը էինք։ Ուրիշ բաներ ալարցանակրած էինք իրենց հետ, բայց դժբախտաբար չգրցանք տագավին անում արդատրել։ Եվ այսպես եկեղեցականի վրա գետրոնացած էր ԱԳ-ի սենք արդատրությունները, բայց նաև քանի մդարի առաջ կարծեմ 7 տարի գլա կամ ավելի հրադարագեցինք Ռուրին, որ ժողովրդական սենք ավանդական օրորներու թե արձանագրություն է եւ թե կրկույկ է երախաներու համար, այսինքն շատ կորզնական բան մնա, ասենք կրնակ այդ կիրքը առնել, սկավառակը տնել եւ կուներնիտ կդանի։ Այդ նպատակով եղած աշխատանք մներ եւ ադի առաջինն էր, ասենք մեր արդատրություններուն, որ եկեղեցական երաժշտությունն դուրս էր։ Եվ ուրեմն այս աքսորի երգերը եւ ողբերը գլա երկրորդը այս տեսակ եկեղեցական դուրս երգերուն, քանի որ Ձայնեղանակային ուսման կենտրոնին աշխատանքներն են եւ բոլոր թե եկեղեցականը, թե ժողովրդականը, բոլորն ալ ձայնեղանակային երաժշտություններու, ավանդական երաժշտություններու ձիրի մեջ են։ Եվ գուհուսանք շարունակել ժողովրդական երգերու սալիկները աբակային։ Ուզեի մեկ բան զուտ հետևորդներուն համար լուսաբանենք, ինչպես կրնան ձեռք բերել սալիկները։ Այդ մասին խոսած էինք, թե սալիկները թե կրնան երգերը չէ ձեռք բերել առցանց եւ այլն։ Հատը լսենք։ Ուրեմն Հայաստանի բարակային պետք է դանողներով լա, ուրիշ չկա։ Ֆրանսիայի մեջ բավական դյուրին է, բայց ծախսալից, իսկ Ֆրանսիայի դուրս հետս է ալ ավելի ծախսալից է եւ վերջերս Ամերիկա քանի մահատ գրգեցին, ասենք 8 սկավառակ
ամերիկայեն գրգվեցավ եւ անոնց 6-ը գործվեցավ արդեն այդ կան ծախսկնենք եւ բանը սին ապահով չէ եւ սարսափելի սուղ են արակման ծախսերը հիմա բայց շատեր կգնեն այդպես մանավանդ Ֆրանսիայի մեջ այդքեզած տվայնացած դարբերակները ոչ ռուրիին բայց բոլոր սկավառակներուն տվայնացած դարբերակները Bandcamp կոչված գայքին վրա են այդտեղ են ալգարելի է Տվային դարբերակը ցերկել տվային դարբերակը ներբերնել Երևի ամենն առաջ ես կկաչալերեի ձեր գայքեչը այցելեն, որտեղ այդտեղ բոլոր դերեկություններն ալգան։ Այո, Եվ գրնան այդտեղ գաբալ հաստատել ցեզի հետ։ Շուտ, այո, բնականաբար։ Շատ բարի, անցնենք երկրորդ հարցումին ագան ընկերակցության մասին կմարամասնեք, որ դուք հիմնադրած եք եւ ղեկավարեք անոր գործունեությունը, անշուշտ հաջորդիվ ալ կխոսենք ուսմանց կենտրոնի մասին ավելի։ Այո։ Ուրեմն ագան ընկերակցությունը հետևած է ագնի փորձարարական աշխատանքներուն, որ սկսած էր 1990 թվականին, երբ ես նոր երաժշտաբեդ գարկված էի Փարիզի Սոպովես Մգրդիչ մայր եկեղեցում, երբ մեր լուսավորքի վարժաբեդը մահացավ, ես երբ փոխանորդն էի, ուրեմն իր դեղը ես 30 տարի դուք արիք տեղը երևի չէ։ Այո, ուրեմն ասի 1999 էր, որ երաժշտաբեդ եղա, եւ Փարիզի եկեղեցին սպյուրքի այն հազվագյուտ եկեղեցիներն էր, ուր լրիվ ժամերկություն կդարվեր, այսինքն գիրագի օրերը առնվազն 2 ժամ, երբ հաջող սուրբերու դոներուն ժամերկություն բادرակ, եւ լրիվ ավակշապատ եւ այլն, արևակալները ամեն ինչ ուրեմն այդպեսով այդ ժամանակ կանիմը ընկերներ ուզեցին միասին փորձել քիչ վերդեսնել թե երաժշտությունը մեզ ինչ կբահանջի, ինչ կսե, ինչ կբատնե եւ այլն սկսան կանոնավոր ձևով հավաքվել մեր դունը, շաբաթ անգամը եւ այսպես երկացանկի մեջ կբդդեինք Ադիգա գամած վերածվեցավ ուսումնասիրության, բայց ուսումնասիրություն ոչ անպայման երկին ուսումնասիրությունը, այլ անհատական աշխատանքի, այսինքն սորվիլ պնդրել թե երկը ինչ կբահանջի եւ ոչ թե արվեստագետը ինչպես պիտի մեկնաբանես այն Ուրեմն այս ուղղությամբ աշխատանքը սկսանք այդ բզդիկ խմբագով, որ սկիզբները 5-6 հոգի էր միայն, հետո միշտ կփոխվեր եւ այլն, ոմանք մնացին մինչեւ այսօր, եւ հետո տեսանք, որ աշխատանքը իսկապես հետաքրքրական դարձած է եւ շատ բաներ կարելի է անել, նույն օրինակ արձանագրել եւ այլն, 1998 թվականին այն ժամանակ ընկերակցությունը կազմեցինք որբեսի պաշտոնական շրջանակ ստեղծենք եւ այդ ընկերակցության ձերի մեջ ուրեմն կորձե երջախումբը ուսմանց կենտրոնը հրադարագությունները վավերագրություններ հավաքելու աշխատանքը բոլոր աշխատանոցները թե կանոնավոր աշխատանոցները թե ժամանակավոր այսպես դեպի դուրս բացված որ մարդիկ ուկան անգամ մգամ երկու անգամ կմաստակցին համդեսելու այդ բոլորը ուրեմն եւ արտադրությունները եւ ռադարագությունները կիրքերու բոլորը կգադարվին այս ընկերակցության ձերաններ որ փոքր գազում է բայց քանի սիրողները միշտ մեր գողքին են գրնանք շարունակել եւ այս ոչ շատ մեծ ծախսերով կան Այստեղ երկու ենթահարց կծակի մտքիս մեջ հիմա նախ սկսեմ կարևորով որ ասիկ քիչ էիք տիվով եւ այլն բայց գիտեք կհավատամ ամեն ինչի մեջ անհատը մեծ դեր ունի եւ այս ընկերակցության կամ երկչախումբին կամ նույնիսկ որ կոչնակը որոշ ժամանակ մեջտեղ ելավ կամ լա տբրած 10 եւ այլն այսօր գորիզը դուք եք եւ ցեզի հետ ձեր ընտանիքը ձեր գողագիցը դիգին վերջինը միշտ կարելի է բեմի վրա ցեզի հետ տեսնել
գայքեչի մեջ կնայի աշխատանոցի մեջ աշխուժ դեր ունի այդ նկարներն դե սերիզներն սալիկներու մեջ ալ անշուշտ իր մենագադարումները կան նախ կուզեի անդրադառնանք շատ ամփոփ այս ընտանիքի դերին մասին միտքս կուկար օրինակ հին ադեններ մարդիկ հունցքի ընտանիքով գերտային կամ նույնիսկ մենք բարդես խնձոր քաղերու ընտանիքով գերտային եւ այդ երևույթը երտալով կգործովի ցավոք սրտի դուք պահեր եք այդ ավանդական երևույթը ընտանիքի գորիզը որ իրականին ռեժիմից երբ ծանոթացանք դի 1989 էր ամիջապես սկսանք միասին աշխատել ինքը մինչև այդ ժամանակ ինքը մանկութենեն իվեր երկող եղած է եւ ֆրանսիական վերջ ավելի հետաքրքրված է հայերեն երկերով բայց անգլիարաց եւ նաեւ ֆրանսիայի մեջ բավական աշխատած է ասենք եւ բավական միջնադարյան եւ բարոկ վերածնունդի եւ բարոկ երաժշտություններու մարզին մեջ ուրեմն ցայնարաններու աշխարհեն հերու աշխարհը մներասիգա եւ միասին սկսանք միասին աշխատել ես որ որոշ չափով պատրաստություն ունեի բնականաբար ադի ասենք չանացի փոխանցել միաժամանակ անդրադառնալով որ այդ փոխանցելը բոլորովին նոր ծերմը պետք է ունենա դարբեր ծևեր պետք է ունենա եւ շատ խրտին եւ նոր աշխատանք մնե ուրեմն այս բոլոր այսօրվա մեր ծերբերումները իրականության մեջ կսկսին մեր երկուքին 1980-ին իվեր սկսած խելջը դեսագմը փորձակար եղած է որովհետեւ երբ երաշտանոց գավարդես եւ գդիրաբեդես որոշ ասենք ծևիմը որոշ երաշտությամբ կու ինքնությանդ մեջ բաժինը ստեղծելը այլ դեսակ ցայն աշխարհի բաժինը ստեղծելը երկար աշխատանք է եւ ասի մեթոդի մը գարոդի այդ մեթոդը մենք ճունեինք սկիզբեն ադի ստեղծեցինք կամած որ հիմա գոկտվին կատկե ուրիշներ պատրաստելու համար եւ ուրեմն այդ է փունգորիզը իրականության մեջ վերջինն է այս աշխատանքին որ այդ իր ինքնության մեջ ցայն աշխարհը դարբեր ցայն աշխարհ մստեղծելու աշխատանքը երկար դարիներով գրծած է եղել Օրինակ եւ դուք մոտավոր անշուշտ դվյալներու համար չեմ հարցնել ոչ մարտահամարի համար բայց մոտավոր քանի անդամներ ունեցած եք լա աշխատանոցներու կամ երգչախումբներու գուցե շատերը շատոնցալ մեկնած են գախտած կրնան բայց այդ ժառանգը իրենց հետ կդանեն ու կփոխանցեն նույնիսկ գուցե իրենց սերունդներուն գրնա բադայ այսինքն եթե պատրաստությունը եղած է գրնան փոխանցել թե ոչ համդեսած են եւ գրնա իրենց համար հաջելի իշադակ մլվել եւ շատերու համար այդ ինչերազենք ինչպես ասեմ իրական փոխանցումը շատ քիչ տիրով գբադայի եւ թիվ լալով ինչ կրնամսել երջախում ասենք որ ագնի սկավառակներուն մասնագետներուն թիվը եղած է ասենք միշտ 10, 14, 16 այսպես բան եղած է անշուշտ ցայնաբավության համար մենք ագնի անդամ չեղով ինգերներու բարեկամներու ել գտիմ էինք որոնք վստահելի էին ցայնաբավության համար իսկ աշակերտներուն թիվը երբեմն շատնա երբեմն կքիչնա բայց այս վերջին ասենք 5 տարիներուն մանավանդ իսկապես գորիզմը գազմված է եւ գրնամ ասել որ 20-ն ավելի ուսանող ունենք որոնք բավական կանոնավոր հետևին բավական կանոնավոր որովհետեւ իրենց մեջ կան տադրական աշխարհի մեջ եղողներ երաշտական աշխարհի մեջ եղողներ կամ հաջող ճամփորդողներ եւ այլն ուրեմն բացակայություններ գլան բայց քանի որ դպրոցական ծրագիրին դες չէ որևէ ադեն կարելի է յետքալ քանի որ ամեն ինչ վերստին գարնենք միշտ մեր հյուրատկությունն է ժամանակի մեջ դեղավորվի ոչ միայն հայերեն չէ անոնք այո հայերեն թիվը վերջին նորեն 5 տարիներուն սկսավ շատնալ հավանաբար հիմա ունենք այս 20-ն ավելի ուսանողներու մեջ 5-6 այլ ունենք այո դերուսալ քիչ ավելի բայց միշտ ունեցած ենք ոչ այեր
ոչ անպայման միայն ֆրանսիացի, իտալացի, հրյա, հույն, բարսիկ, թուրք, ներկայիս ունենք թուրք ուսանողը, այսպես որևէ ասկե այսինքն այստեղ փոխանցում այն չէ ինչ որ ես պիտի ուզեի ունել եկեղեցվո մեջ ասենք որ այսինքն դարբեր ձևով փոխանցում մնե շատ ավելի ասենք գրոնական զիրեն դուրս բայց ավելի համամարտկային ասենք ձևով մնե որովհետև վերջին հաշվով յուրա ամեն անհատ որ ինչ ինքնությանալ դերել ունի նույն ճղային դրությունը եւ ցայներու հանդեպ իր սկայնությունը ուրեմն այդտեղ են բոլորս կաստվինք եւ ասենք գճանանք ավելի գճանանք օգտվել մեր կյանքին համար մեր բարօրության համար այսինքն Շատ բարի եւ պայման չէ եկեղեցվո մեջ սահմանապակվի հոգեվոր երաժշտությունը կարելի է դում Անշուշտ ադի դարբեր մարզմն է այշուշտ ես փորձեցի Փարիզ եւ չեղավ զանազան պատճառներով անշուշտ հիմա ադի չէ մերնույթը եւ չեմ ուսել զանազան ադրովրա անցած է բայց ընդհանուր ասենք ինգերային կյանքի մեջ դեր ունի մեր աշխատանքը այո Հիմա ցայնեղանակային ուսմանց կենտրոնը ինչպես ակնիկ այգեչի մեջ նշված է իր գործունեությունը կդառնի 3 ուղղությամբ երկեցողության ուսուցում, հետազոտություն եւ վավերագրություն։ Պիտի ուզեի ուտանանք կենտրոնի գործունեության եթե գրնակ այս 3 ձիրերուն մեջ ընդլայնել կամ ինչպես որ գուզեք։ Հիմա ասենք երկեցողության ուսում իրականության մեջ երկի տասեր չեն ցայնեղանակներու ուսման տասեր են բնականաբար երկելով է օրինակի համար երկ մգնդրենք այդ երկին իսիրույն չէ որ այդ երկը գաշխատինք այդ երկի մեջ այդ երկով ցայնեղանակը ինչպես կյանք կառնե ինչպես այդ երկը կվերստեղծվի եւ խոսքը կփոխանցվի այդ պատճառով է որ երկի վրա աշխատին մինչ այդ բարձրապես ու ցայնավորով վարժություններ գնենք ասիկա օրեր ամիսներ դարիներ միշտ նույն վարժությունները անշուշտ հետսեդե կպարտանան վարժողներուն համար բայց այդ նույն վարժությունները միշտ ետ կուկան յուրաքանչյուր ցայնեղանակի համար դարբեր վարժություններ ուրեմն մինչև որ անհատը ուսանողը գապկելու միջոցով յուրացնե այդ ցայներուն իր ճղային ծրության վրա դված աստեցությունը որ իր հիշողության իր մարմինին մեջ ադի արսանակրվի այսինքն երբ երկու ցայն իրարու հետ բնական ներդաշնակության մեջ կլան մեր ճղային ծրությունը ադիգա գնգալ է ամիջապես եւ ադոր ադիգա աշխատելով գնանք վարժվիլ այդ հարաբերությունը ցայներու այդ հարաբերությունը մեր մարմինի մեջ արսանակրի թույլ դալ որ արսանակրվի ոդվանի ծրությամբ արսանակրվի եթե մենք թույլ դանք եւ ինչ է արկելքը մեր թույլ դալուն մեր միտքը բնականաբար արսանակրվի եւ ադի հետո ինչ որ գսեի քիչարաջինքության մեջ բաժին մգստեղծվի ադի գստեղծվի այս աշխատանքով անորոմր ժամանակի գարոդինք երկար գտեվի աշխատանքը բայց ջամպան ավելի հետաքրքրական է քան ջամպուն վերջավորությունը իրականում ուրեմն սա ասենք երկեցողության դասընթացին վերիվարով համարոտ բացատրությունը ասի երկրորդը գսեիր հետազոտություն եւ վավերագրություն երրորդը այո հետազոտությունը ադի իմ աշխատանքս է անձնական որպես այո բայց ադի գրնա մնել շնորհիվ նաեւ մեր ուսանողներուն որովհետեւ այսինքն
երբ անցնում է թե երաժիշտը եւ թե երաժշտակեց, վտանգավոր վիճակ մնա իրականության մեջ։ Այդ երկուքը պետք է միշտ իրարու հետ բախումի մեջ, հագասության մեջ լինեն, թե ոչ խաղապարախոսության գվերածվի։ Ուրեմն որպես երաժշտակետ ինչ որ գճանամ գտնել, փնտրել եւ այլն, այդ բոլորը իրականում մեր ուսանողներուն վրա գործովին մեր ուսանողները գործեն ադիգա գաբրին եւ եթե սխալփամ մգա չի բանիր ամենայն տերուս եւ իրենց շնորհիվ է որ գրծած եմ երաշտակեդական ավարտաճար ունել Հավասիկ որ գսենք հոգևոր երաժշտություն ինքը միան նոթեր չէ թուղթի վրա իր բնականաց հոգվին մեջ է պիտի աստվի պիտի մարդու հետ այսինքն յանք պետք է դալ կրությունը պատկեր մնե անշարժ բայց երաժշտությունը շարժող բան մնե ցայները գշարժին նոտաներ չեն եւ մենք ենք որ մեր դրամատրությամբ է որ այդ շարժումը գստեղծվի թուղթի վրա եղածը կամ ինքը բան միջն էր ուրեմն բանը հետազոտական աշխատանքն ասենք այսպես իսկ վավերագրականը բնականաբար հետազոտական աշխատանքին համար պետք է բաներ հավաքել եւ ես այդպես երկար քանի դաստամյակների իվեր ավելի գետրոնացած եմ 19-րդ դարու եւ 20-րդ դարու սկիզբի վավերագրություններուն վրա որոնք մեծ մասամբ կվերապերին հայ ցայնակրությամբ եղած վավերագրություններուն ուսումնասիրություններու ոչ անպայման երաժշտական բայց նաեւ ընկերային եւ պատմական ասում գալ ագնի ասենք ձիրի մեջ կհավաքվին վավերագրությունները այստեղ ընդլայնեմ երևի ուրիշ հարցումով երաժշտության երգչախումբերուն աշխատանոցին գողքին գիրքեր հեղինակած եք ճիշտ այստեղ դուք հիմա գսեք եւ հոդվածներ անշուշտ նվազագույնը ձեր գայքեչի մեջ թվարկած եք 13 հոդվածներ ես արցանց կարծեմ academia.edu-ի մեջ մի քանի հատ ավելի կդա վստահ եմ դեռ ուրիշներն ալ կան որ գրնալ արցանց չկան միասին երևի թերթենք մեկ հատ ասոնց էջերը ես ընդհանուր անունները տամ վերնակրերը դուք եթե գուզեք ընդլայնեք Ցայն հանապատին 2017-ին լույս տեսած ցավոք սրտի միայն սի ունիմ դրամատիկյանից տակ Օսմանյան տասական երաժշտությունը եւ հայերը դուք համահեղինակած եք կերենով լույս տեսած եք այո Մյուսներն ագուզեք թվարկեմ եւ ցայնը ցեզի դամ արդի հայկական երաշտական նոթակրության ձեռնարկ սպառազիասի եւ վերջինը խմբակրություն մնե եւ ուսումնասիրություն հայ Մինաս Բժշկյանի հայ արտի ցայնակրության մասին գրված 1815 թվականին որ անդիպ ցերակիր մներ երաշտություն որ է համառոտ տեղեկություն երաշտական սկզբանց ելևեչության եղանակած եւ նշանակրած խազից խորակրով այդտեղն սկսին գալի առաջին քիրքի հրադարավությունը սեր ցերակիրը գտնվի երկօրինակով Վենեդիկ Սուրբազար վանքը եւ ադի ինձի հանձնված էր հրադարագելու համար հետո գարելի չեղավ ադիգա Վենեդիկ հրադարագել բայց հրադարագեցինք Երևան ասկային կրատարան երբ լուսահոգի Գևորգ Տեր-Վարդանյանը այնտեղ դնորեն էր միաժամանակ մատենատարանի ծրագրադան պատասխանատու Գևորգը Տեր-Վարդանյանի նախաձեռնությամբ ասկային կրատարանի քիրք հրադարակչությունը հանձնարավ այդ քիրքը հրադարագել բավական դժվար պայմաններ էին այն ժամանակ Երևանի մեջ քիրքը հրադարագելու համար այսօրվա պես գեղեցիկ հրադարագություններ կարելի չէր դակավին մինչև իսկ բաները նեգատիվները հանելիք բարակտուղ չկար շատ դժվար պայմաններում մեջ հակին երդասարտներ օգնեցին աշխատեցան վազեցին եւ գրցան հրադարագել ուրեմն բավական
բավական թիվով on մնաց բահեցին եւ գարձեմ երաշտանոցներում գրգեցավ եւ այլն։ Մեկ մասնալ ես Փարիզդարի եւ թե համասարաններում թե հետաքրքրողներում հաղորդեցինք։ Ադի առաջիններ իսկ հայ-արտիստական ծերնարգը, որը սպարած է, անի ֆրանսերեն լեզվով է, ադի երաշտակետներ ուզեցին ինձ մե, եվրոպացի երաշտակետներ պահանջած էին եւ անոր համար պատրաստեցի ֆրանսերեն լեզվով էր Գերմանիա հրադարակված էր հետաքրքրական կարևոր երաշտական շարքի մեջ երաշտակետական շարքի մեջ որ այդ ընկերությունը փակվեցավ եւ քիթնալը սպարած է հիմա բայց քանի արգոմությունների ես ունիմ դրած եմ ազատ ակադեմիայի վրա ներբերնելու համար անշուշտ քիչ ժամանակավրեպ է որովհետեւ այդ քիրքեն վերջ բավական ասենք առաջացուցի այդ նյութը եւ այսօր դարբեր ծավալ դինեի եթե այդպես քիրք ունեի բայց դա գավին օգտակար է դարձել Ավակային վերահրատարակումը կագնկալ ենք ուրեմն հույս կունենանք գրնալ այո իսկ երրորդը Օսմանյան երաժշտության Օսմանյան դասական երաժշտություն եւ հայեր այդ քիրքը թուրքերեն լեզվով է հadouk բանջի մգամաբադասական է որը Թուրքիո մեջ ոչ իսլամներու ոչ թուրքերու Օսմանյան երաժշտության մասնակցությունը միշտ ներկայացված է որպես այս երաժշտության ծառայողներ եւ գամ թե Օսմանյան գայսրությունը որքան բարիացակամ եղած է եւ միշտ հայերու հույները իրենց մահարած են եւ ոչ իրենք հայերեն հույներ են եւ այլն այսպես կարողություն մնե որ գտնվի բոլոր հանրակիցներում քիդական օտվածներում մեջ եւ նույնիսկ համասարանական ավարտաճարերում մեջ եւ քանի սերունդ կփոխվի հիմա ընդրալ այսպես բանջ մգար եւ մենք ուզեցինք այդ բանջին պատասխանել քիչ մը այդ ասենք ծավալական դեղավորված եւ իսկապես մեծ մասամբ սուտ եւ նաեւ սխալներով լեցուն դեղեցությունները բաները ասենք նախաբաշարումները թոթվել այդ նպատակով եղած էր այդ քիրքը եւ նպատակ չունեինք ինչպես շատեր գնեն թե այսինչ հայը այսինչ բաները հորինած է ինչ գիտնամ բաբան բացումո տատյոս էֆենդին կամ այսինչ կամ այնինչը շատ էր եղած են թե հայեր թե հույներ թե հրյաներ որոնք երկօրինած են կամ նվակային գդորներ օրինած են Օսմանյան երաժշտության մեջ աչեր նպատակը adonk ներկայացնել այլ ինչու այս մարտիկը այդ երաժշտության մեջ են ուր դեղեն գուկան ինչ է իրենց պատրաստությունը եւ ինչ perած են այդ երաժշտության այսինքն ոչ որպես հեղինակ այլ իրենց ներկայությունը որպես այդ Օսմանյան դասական երաժշտություն գոչված է որ այսօր թուրքական գսեն պատիրակատի մեջ Օսմանյանն է որ բոլորովին դարբեր պատկերը մգբարզե որ համապատասխան է գայսրության մբատկերին եւ ոչ թե ասենք ինչպես ասեն ասկբեդություն ծավալին այդ է նպատակը Այո, երաժշտութենեն ալ դուրս եթե ելեն, գիտեք, ոս թյուրն բռնումը գա, օրինակ պատմապան անգլիացի պատմապան Բերնարդ Լուիսը գսե, որ արևելակետ է ինքը, որ օսմանցի այդ ադեն անշուշտ չեմ գիտեր դիրղոսի հետ այդպես կլար, բայց տեսպանները Եվրոպայի մեջ, երբ որ իրենք թուրք կանվանեին, գնեղվեին, գսեին մենք օսմանցի ենք, այսինքն այդ համագեցության պայմանի մեջ օսմանական գոչված երաժշտությունը ինքը այդ բոլորի այսպես համագործակցության չսեմ, բայց բոլորի դված բդուղն է եւ անշուշտ հայերն ալ մեջը իրենց դեր ունեցած են հսկայական այո եւ անցնենք երևի ցայնանաբադին հadouk ասենք շրջանի մասին է եւ ես երկար դարիներ փնդրածի այդ արցանակությունները ադենակությունները որ երաշտական անձնախումբին որ բոլսո բադիակարանը գազմազեր 1873 թվականին որ երկու տարի աշխատած էր
եւ որում մեջ Եղիա Դնդեսյան կարևոր դեր ուներ եւ այլն եւ Եղիա Դնդեսյանի մահեն վերջ իր զավակը գհրադարագե շատ ավելի ուշ շուրջ 1930-ներում Եղիա Դնդեսյանի շարագանի հավաքածուն բայց վերստին խմբագրված ձևով այդտեղ հարաճապանի մեջ կսե որ վավերակցությունները ադենակրությունները իր կողմն են եւ բոլիս կարելի չեղավ այդ վավերակցությունները ադենակրությունները գտնել եւ բարեբախտաբար երբ Երուսաղեմի ցերակրած հավաքածուներուն ցուցակներուն վերջին հադորը հրադարագվեցավ որում մեջ էին նորակույն ցերակրերը մեծ ուրախությամբ տեսա որ Երուսաղեմ գտնվեր այդ ադենակրություններուն ցերակիրը եւ սկիզբը ադենակրությունները զանոթակրություններով հրադարագել են նպատակս բայց ադենակրությունները քանի սկսա գարտալ ուսումնասիրեն լույսը ընդլայնեցավ եւ վերածվեցավ այդ քիրքին որովհետեւ բազմաթիվ այլ նյութեր մեջտեղ ելան գիտեք այս օրինակի համար եթե ոգեւե հանրակիդարան կամ այսպես քիչ մաս նյութերուն խոսքը ունող քիչ նայիկ քանի մտողով կարելի է բացատրել այդ շրջանը այդ քանի մտողով բացատրվածի մեջ աներևակայելի դեպքեր կան, փախումներ կան, զանազան հարաբերություններ կան, միջամտություններ կան, թշնամություններ կան, ակին ասենք ցանկն է եւ շատ հետաքրքրական դարձավ եւ գրծանաև ուրիշ վավերակցություններ գտան ինչպես Նիկոլոս Տաշյանի Էջմիածին գրգազնամակ դրում բաճետները եւ այլն որոնց մեջ վերումներ կան այդտեղ եւ ցայնանաբադին այդպես մեջտեղ ելավ ջամբա ելելով ադենակրությունները Ինչպես կպատկերացնեք հայկական եկեղեցական երաժշտության ապական երաժշտությունը որ տարեր առաջ ստեղծագործված է եւ ցեզ մեզ սորված պարմը կորցած եմ դիբար եղանակներով երաժշտություն է երթալով լեզվեն գհերանանք 21-րդ տարու արաքնտած պայմաններում մեջ գուցե բովանդակոթենենալ հերանանք ինչ մարտահրավերներ եւ հնարավորություններ կտեսնեք այս ոլորտի մեջ այս հարցումը կբարձրացնեմ գիտակցելով որ դուք տասնյակ տարիներ արդեն ոլորտի մեջ եք եւ աշխատիք տարբեր սերունդներով հետ խջողված նույն է այո բնականաբար եւ եկեղեցական երաժշտությունը այսօրվա վիճակի եթե նայենք ընդհանրապես բոլոր անձերը որոնք սենքսեվոմը պատասխանատու են la գեղարական la տբիր la սարգավակ կամ երճախումբի անդամ կամ հոգապարծու բոլորն էլ բաճարը գտեսնեն այդ երաժշտության մեջ այդ դիսագդարության գազմին մեջ եւ ոչ թե իրենց մեջ խնդիրը մենք ենք եւ ոչ թե երաժշտությունը եւ ոչ թե ձեսը այսինքն ինչ էր հին ադեն մարտիկ դակավին 50 տարի առաջ 60 տարի առաջ բանային հետամնաց էին եւ հիմա հանկարծ խելոք դարձանք երկար է այսինքն մենք ժամանակ չունենք մարտիկ չեն հասկներ որովհետեւ կրապար է կրապարը հայերեն է եւ ինչ պիտի հասկանանք արդեն այսինքն երբ ես միշտ այդ օրինակը գտամ երբ Հովաննու ավետարանին առաջին դող գարտակ իսկ իսպաներ բանն եւ բան հրաստված եւ այլն ադի մտքով հասկանալիք բան չէ բռնակ որ եւ լեզվով ասել գարտալը դիգա աշխարհապար կրապար չինարեն լադիներեն հունարեն ինչ որ ուզեք ուրիշ հասկացողություն մնա չէ ուրեմն եկեղեցական երաժշտությունը որոշ պատճառով մգա ձես մգա եւ այդ ձեսի բահերը ծավալերություն չեն ապրումի բահեր են բամը պետք է բադահի այդ բանը իսկ եթե մենք կերտանք դիսագդարության ներկայ ենք եւ աշխարհ չենք փոխեր եւ ոչ միայն աշխարհ ժամանակի հասկացողությունը չենք փոխեր
այդտեղի իմաստ չունեն նրանք անշուշտ է երկար գնալու որտեղ ժամանակի հղած կդարբեր է ձեսերու մեջ կզային ուղիղ ժամանակը չէ որ գլա ձեսի մեջ շրջանային ժամանակ է միշտ կտարնա ինչպես ամեն գերագի զադիկ է չէ մեր եկեղեցու մեջ այո հարություն կտարնա անընդհատ կտարնա ամեն գերագի զադիկ է դարբեր ժամանակի մոդեցումը պետք է ես ասիկա դագավին 1993-ին հոդվածի մեջ գրել էի եւ վարդապետ մեինց եսավ տուն այդ բաները գրել ես այստեղ ադում հասկանալիք մատ չգա սավ ուրեմն այդպես էլ մնաց իսկապես ժամանակի խնդիր ունենք եւ հիմա որ արդեն ժամանակությունները հազիվ թե ես կդարվին եւ երբ կգադարվին որպես բարդականություն կգադարվին եւ երկեցողության մասին չնավ չխոսիմ որովհետեւ բոլորովին արևմտյան մոդեցումով երկեցողություններ են այսինքն պետք է դեղնը պամը բադահի որ աբակամը ըլլա որովհետեւ սա բաղուս տանկարանային հիշադակ մնե գոտող է Տանկարանային գոտողը պետք է վերստին կյանքի գոչվի, ապրի։ Ինչպես որ պլադակ եկեղեցիմը, եթե նորոգեք կրնա տանկարանը լալ, և գտնա եկեղեցի լալ, չէ, երկնալ գարելի է։ Սա բաղուս տանկարանն ենք։ Ինչպես ուրիշ մարզերու մեջ ալ, տանկարանային ժողովուրդ մը գտարնանք։ Այնպես որ բայց միշտ պետք է հույս ունենալ, որովհետև սերունդներ կփոխվին, մարտարարազը միշտ նույն հոգեկան բանջներ ունի, պետքերը գալիքներ ունի, դեղմը պամը գրնա բադահին միշտ, այդ հույսը պետք է ունենանք, վսիրենք ունենալ և պետք է ունենանք, որովհետև առանց հույսի անգարելի է, և նաև աշխատանք, աշխատիլ այդ ուղղությամբ, վերջավես հասկացողներ բիդի ելան և կայլ արնողներ բիդի ելան։ Ինչ կրնամ վսել ուրիշ, չեմ ուզեր սև վատկեր մկզել, բայց ինձի համար իրականությունը այս է, սա բաղուս տանկարանային վիճակի։ Բայց լավ է հույսով ավարտեցիք հարցումը, ես այստեղ ենթահարցում բարձրացնեմ, այս ձեր կուտակված փորձառությունները եւ հիմակվա բարձրացուցած հարցին հետ գերավագայեմ օրինակ կրնալալ երիտասարդ հիմը, բարմանուհիմը, ձեր գիրքերեն մեկը գարտա, սալիկները մեկը լսեաս հարցազրույցը դիտե եւ այլն։ Երաշտական գործիք մը քնած է, սրինք մը, դուդուկ մը, պայման չի ալ հայկական գիտար մը եւ այլն։ Ինչ պատկամը գուցե մեծ բառ ընդրեցի պատկամը, բայց այս ձիրեններից ինչ խոսք մը կփոխանցեիք երիտասարդի մը, բադանի մը, բարմանուհի մը։ Այսօրվա պայմաններու մեջ շատ թյուրին միջոցներ կան, չէ՞, օրինակի համար համացանցի վրա դասընթացներ կան, YouTube-ի վրա դաստվող երաժիշտներ ֆիլմեր գտնեն, շատ երկրներու մեջ փոքր երաժշտական դպրոցներ թիվը գշատնա եւ ոչ միայն դասական երաժշտության, այլ զանազան տեսակի երաժշտություններու ուսում կդրվի, շատ դարբեր միջոցներ կան այսօր, բայց կարևորը այն է, որ այդ անձը անգեղձլային կզնքին հետ, որևէ երաժշտական ուսում ժամանակի գարդի, ամպերություն պետք է, անգեղձություն պետք է, և ծևով մը կգտնվի ջարը, եթե իսկապես այդ պապակը գա, կգտնվի ջարը։ Ես չեմ կարծեր, որ այսօր մեր կնադած երաժիշտները բոլորն ալ մեծ թյուրին պայմաններու մեջ, այսպես թյուրությամբ եկացասած են իրենց տեղը։ Ամեն մեկը ունի իր պատմությունը, իր ապրած դժվարությունները եւ այլն։ Հարադեվություն, անգեղձլալ, լավ պնդրել եւ ճանապարհ անդրադառնալ թե ինչ է կուպապակդ առանց դարվելու ասենք գաղափարախոսությունները, որ անպայման ասկային երաժշտություն պիտի օրինակի համար։
Սա արդեն սահմանափակում մնի։ Չէ, երաժշտություն պիտի լինի։ Հիմա դի ասկային գլուխը թե ոչ կտեսնենք։ Եվ հետո ասկային ով պիտի որոշի թե ինչ որն է Որ ասկային։ մեկն է, այո։ Այսինքն իսկապես ձայնաստիճան անգերս պետք է լինի։ Շատ բարի, այս պատկամով երևի ավարտենք։ Ցավով պիտի ավարտեմ հարցազրույցը։ Շատ շնորհակալ եմ անոր համար։ Ես շնորհակալ եմ։ Մեծ սիրով հույսով եմ ավակայի ձեր նոր աշխատություններով լա գրավոր, լա ցայնային, երգչախոպետ կամ նոր սալիգի հետ կապված առիթը կունենանք նորեն զրուցելու։ Անպայման, շնորհակալություն։ Հաջողություն, ես եմ շնորհակալ, հաջողություն։